Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացհանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ունենք հաջողությունների շարք եւ այսօր իմ հյուրը Ալվարդ Մանդակունյանն է, երգահան, կանոնահարուհի, բանաստեղծուհի։ Բարի օր ձեզ Տիկին Ալվարդ, շնորհակալ եմ, որ ձեր շատ բազմասպաղ առօրյայում, գրաֆիկում ինձ համար ժամանակ գտաք։ Ասենք թող ունկնդիրներն էլ իմանան, որ վերջի 2 ամիսը ես ձեզ այսպես ասած հետապնդում էի, դուք մեկ այստեղ էիք, մեկ այնտեղ էիք, ինչպես է ձեզ հաջողվում կյանքի ռիթմը, տեմպը այդպես արագ պահպանել երիտասարդական։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Գիտեք, պահպանելու համար նախ պետք է մի քիչ սիրել կյանքը։ Մի քիչ թե շատ։ Մի քիչ էլ շատ էլ։ Ուրեմն ես շատ զբաղված եմ լինում։ Այդ զբաղվածությունը դա նույնպես երիտասարդանալու մի հատված է։ Աշխատում եմ, ստեղծագործում եմ, երգեր եմ գրում, այս վերջերս արդեն պիտի տպագրվի իմ 2 ձեռնարկները, դպրոցական եւ նախադպրոցական, որը հաստատվեց կրթության նախարարության եւ գզնակի կողմից։ Եվ դա իրավունք է տալիս, որ դպրոցները եւ նախադպրոցական հաստատությունները, մանկապարտեզները եւ այլն, որ այդ երգերը իրավունք ունեն իրենց ծրագրում կատարելու։ Բացի դրանից կա գոյություն ունի նաև պետական ծրագիր, որը արդեն հաստատված է։ Պետական ծրագրի մեջ էլ ուրեմն բավականին շատ իմ երգերն են տարբեր տարիքային երեխաների համար, երևի 30 երգ կա այդպես, որ պետական ծրագրի մեջ է։ Ես սիրում եմ, անկախ ինձանից է գալիս դա այդ գրելու հատկությունը, առաջի իմ երգերը գրվել են. Ես աշխատել եմ Աքսել Բակունցի անվան ուսումնարանում դասավանդել։ Դա գիտեք որ թվերի մասին է խոսքը, 64 թիվ։ Հրաշալի։ Ուրեմն դասավանդել եմ, այդտեղ առաջի անգամ գրվել է Համո Սահյանի բառերով երգ, Արամայ Սահակյանի բառերով երգ, եւ հպարտ եմ զգում ինձ հիմա, ինչի համար, որտեղ իրենք անձամբ ներկա են եղել եւ լսել են իրենց ստեղծագործությունները։ Այդպիսի բաներ կար ուսանողական գարուն, հրավերքներ էր լինում գրողների եւ իրենք ներկա են եղել եւ կատարումները գնացել է ոչ թե ես եմ երգել, այլ եղել են ուսանողներ, որոնք շատ գեղեցիկ ձայնի տվյալներ ունենալով կատարել են։ Որ ստեղծագործությունների մասին է խոսքը։ Ուրեմն Համո Սահյանը չի վերնագրում իր ես գրել եմ ուրեմն ես եմ ոնց որ գրել երգը եւ գրել եմ հիշողություն այդպիսի մի բանով իսկ այո իսկ բանը Արամայ Սահակյանը հաճախ ինչու կոչվում է երգը արդեն իր վերնագրով Երջանիկ Առաքելյանի բառերով ունեի երգեր իմիջիայլոց այսպիսի բան եղավ ուրեմն հերոստատեսությունը շանթը կազմակերպել էր մրցույթային ծրագիր ովքեր որ ստեղծագործում են Ես իհարկե ներկայացա, այդ տարիների մասին եմ ասում։ Ես ներկայացա, որովհետև Երջանիկ Առաքելյանի բառերով ունեի շատ գեղեցիկ երգ եւ Համո Սահյանի բառ իրենք արդեն չկային։ Մահացել էին։ Եվ երբ որ ես տարա, արդեն ասեցին հեղինակները պետք է գիտեք ներկա լինեն իրենք Տենց չի որ հեղինակը ասի ուրեմն այդ հայտարարության ժամանակ ուրեմն պետք է նշեք որտեվ երգը երբ որ գրվում է մենք չգիտենք ինչ կլինի այդ երգի հեղինակի կարգավիճակով Տիկին Ալվարդ ձեզ ամենաշատը դուր է գալիս աշխատանքը մանուկների հետ ստեղծագործելը որը ձեր գործունեության ճամփորդել այսինքն այդ բոլորը կա մեջը Ձեր ասացի մեջ ամեն ինչը կա։ Կդժվարանաք մեկն առանձնացնել։ Չեմ առանձնացնի, որտեվ շատ սիրում եմ երեխաների հետ աշխատել։ Շատ սիրում եմ նախադպրոցական փոքրիկների հետ աշխատել։ Ինձ իմ գոլեգաները ասում են՝ դու ո՞նց ես ուսանողների հետ ես աշխատել, մեծ դպրոցական տարիքի երեխաների հետ։ Ես բանում եմ գեղագիտական կենտրոնում երկար տարիներ 20 տարի, համարյա այնտեղ Բակունցում 30 տարի, ուրեմն աշխատել եմ մեծ տարիքի
երեխաների հետ, սաների հետ, այո։ Իսկ մանկապարտեզում ինձ ասում են դու ոնց ես, ասում եմ ես չեմ հոգնում երեխաները, ես սիրում եմ այդ աշխատանքը եւ իրականում սիրում եմ, ես ուրախանում եմ այդ երեխաներով, իրանց հետ խաղում եմ, իրանց հետ ուրախանում եմ, տարիքի տարբերություն չի զգացվում։ Իսկ ինչ վերաբերում լինել տարբեր երկրներ բան, իհարկե դա ավելի եռանդ ուժ է տալիս մարդուն, ավելի կյանքդ ավելի բուրումնալից է դարձնում, այսպես ասեմ։ Եվ սիրում եմ ես, այո, ճամփորդել եմ, եղել ենք գիտաժողովների, եղել եմ Դուբայ, Կիպրոս, Եգիպտոս, Վրաստան, այլ տարբեր տեղեր, մեր շրջաններում Ծաղկաձոր, Աղվերան եւ այլն։ Բանը ամեն մի բան է ավելի հետաքրքիր։ Այ հիմա վերջերս սեպտեմբերին Դիլիջանում պիտի ունենանք սիմպոզիում։ Մենք ներկայացնում ենք մեր նոր ստեղծագործությունները, դե պարգևատրվում ենք, դիպլոմներ եւ այլն, ժյուրի կա նստած, որը զբաղվում է այդ հարցերով։ Տիկին Մանդակունյան, ձեր ազգանունն էլ ոնց որ պարտադրի, ենթադրի, ուղղորդի երաժշտություն, այսինքն այլընտրանք չկար, թե ուղղակի այդ երաժշտական գենը այնքան դոմինանտ էր, որ ուրիշ ճանապարհ դուք չընտրեցիք, երբ ժամանակն էր ընտրություն կատարելու։ Չէ, գիտեք, երաժշտական գենը կա, նույնիսկ կա իմ թորնիկների, իմ ծորնիկների այդպիսի մեջները կա, արդեն կա, թե կշարունակեն իրենք, թե ոչ, դա երկրորդական հարց է, դա արդեն իրենց մասնագիտություն կդառնա, չեմ կարող ասել, բայց դե արդեն դուք որ շեշտեցիք, ես ասեմ, դե ես Արմեն Մանդակունյանի, կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի քույրն եմ, ուրեմն իրենց եւ Խաչատուր Ավետիսյանի ուսանողույն եմ եղել։ Պատկերացրեք, ես մի բան եմ հիշում, Խաչատուր Ավետիսյանը, երբ որ դասը պիտի սկսեր ինքը, նույնիսկ ռոյալի մոտ նստած նվագում էր, ստեղծագործում էր եւ հետաքրքիր բաներ կար, հարցեր տար, ասում էր այս կտորը մի հատ լսիր, տես դուրը լավն է, դուրդ գալիս է, բան։ Հետաքրքիր էր, որ իրան հետաքրքիր է, դե դիմացին է ոնց կընկալի այդ երաժշտությունը։ Դե իհարկե դուրս գալիս էր։ Ասում էի, հա, ընկեր Ավետիսյան, շատ լավն է այդ բանը, sense բանը։ Եվ եղբայրս որ ստեղծագործել է արդեն տանը, իմ հայրս էլ թառ է նվագել։ Իմ հայրս մայրս եղել են 15 թվի, այդ հայրս այստեղ եղել է ուրեմն Էջմիածնի մանկատանը, փոքր եղել է ինքը այդ ժամանակ 7 տարեկան։ Ծնողներին կորցնելով իր մի հատ քույր ունեցել, դա Ֆրանսիայում մի հատ քույրն վաղուց է դուրս եկած եղել։ Մի խոսքով մայրս ավելի իրանց ընտանիքը ավելի քիչ զոհեր են տվել։ Մայրս էլ եղել է 40-ի մեջ, տատիկս ասում էր ճանապարհին ասում են այդ երեխային թողել, մի էլ հետդ մանտուր 3 տղաներ, 3 եղբայրներ ունեցել։ Հա, դե իրանց ընտանիքը այդ պատերազմ եւ այլն տխուր ընտանիք է եղել։ Բայց երբեք տատիկս ցույց չի տվել իր պահվածքով, որ ինքը այդքան վատ օրեր ա ունեցել, տանջանքներ ա տեսել։ Իր պահվածքից չէ իր ասի, ինքը միշտ իր դիրքում միշտ սիրում էր գլխաշոր։ Եվ ինձ ասում էին դու վանեցու լեզու, չէ, իրանք խոսում էին բառեր կար, բայց իրանք լրիվ այդ վանեցու լեզուն չէին օգտագործում, հա։ Տատիկս պիտի որ օգտագործեր, մայրս այդքան դե 40-ի մեջ բերել են, բայց բանը տատիկս, բայց ինքը քիչ էր օգտագործում այդ բառերը, բայց հիմա вообще լեզուները դժվար է հասկանալ, մեր Հայաստանի այդ շրջաններն է, չգիտեք ոնց է կատարում, ինչ է կատարում, մի խոսքով այդպիսի բաներ։ Հետաքրքիր է, որ դժվար կյանքը այնուամենայնիվ խոչընդոտ չի եղել, որ երաժշտության մեջ լինեն, ասացիք ձեր հայերը թառը նվագել, հետո արդեն եղբայրը։ Քերիներ եմ ունեցել, որոնք էլի երաժշտությամբ են զբաղվել, բայց պատերազմի ժամանակ զոհվել են։ Կամ էլ գիտեք, ինձ թվում է երաժշտությունը նաև ամոքիչ մի բան է եղել, որտեղ ստեղծագործելով իրենք նաև այդ դժվար կյանքը, այսինքն դուրս բերելու, արտահայտելու մի եղանակ է եղել։ Իհարկե, երաժշտությունը օգնում է։ Դա հոգեբաններն են նույնիսկ երաժշտությունով։ Կա բան, հանգստյան տներում էլ կա
հատուկ սենյակ կա, որ հանգստի սենյակ է կոչվում։ Մեղմ երաժշտությունը գնում այնտեղ բան, դու նստած ես, ոնց որ հանգստանաս, երաժշտությունը ամեն տեղ է պետք եւ ուրախության ժամանակ եւ տխրության ժամանակ դա այդպես է։ Առանց երաժշտության կյանքը չեմ կարծում, որ կարելի է ապացուցված է, որ արվեստի բացառիկ ճյուղերից է աստվածային։ Նայած ինչ են լսում, չնայած։ Էդ էլ կա։ Դրան էլ կանդրադառնանք։ Դուք արդյոք դες երկարակյաց եք համարում եւ դրանում երաժշտության դերը, դերակատարումը, որովհետեւ նոտաները, սոլֆեջոն, կանոնը, մատները, այդ ամենը իր բնականաբար ազդեցությունն է ունեցել։ Դուք այդ դեր գիտակցումը կա թե ուղղակի ինքնաբերաբար։ Գիտեք ինչ, որ հատուկ ես մտածեմ, որ դա անում եմ, որ ես երկարակեց լինեմ եւ այլն, չէ, դա չի։ Դա քո զբաղմունքն է։ Ես սիրում եմ պարել, ես գնում եմ պարի։ Ես գնում եմ երգչախմբի։ Մի օր գնում եմ այնտեղ, մի օր գնում եմ այնտեղ։ Եվ դա ոչ թե գնում եմ ես պիտի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում պարեմ, ոչ, ես պարապում եմ, որպեսզի ես լինեմ ֆորմայի մեջ։ Ես լինեմ լսել նոր երգեր, լսել նոր կատարումներ, ես ինքս երգեմ իրենց հետ, երգչախումբը հրաշք բան է, գիտեք, պարնել եւ շատ լավ դասատուներ են այդ պարապողները, որ պրոֆեսիոնալներ են, ես ուրախ եմ, որ աշխատում եմ եւ իմ կարծիքն էլ այնտեղ հաշվի են առնում, ասեմ ձեզ։ Հետաքրքրական է, որ կես դար մանկավարժության մեջ եղած մասնագետը կարող է, այսպես ասենք, խոհեմ աշակերտի դիրքից լսել իր խմբավարին։ Դա էլ է մեծության նշան։ Երիտասարդ մի աղջիկ է, Աստղիկ է անունը, հա, շատ լավ, ասում էր ոնց է Գերման, ասում եմ հա լավ է, ամեն ինչ։ Եվ բանը կարողանում է գիտեք ինչ տարեցների խումբը այդ երգչախումբը մեր աշնանային այդ գույներ եւ երգչախումբը այնքան մաքուր է կատարում երգերը եւ ամբողջ ուշադրությամբ ինքը կարողանում է հավաքել այդ տարեցներին եւ երկու ձայնանի երգում են եւ լսում են եւ կատարում են այդ մեղմ ուժերը հասկանում են արդեն ձեռքերի ցույց տալով արդեն մեծ բան է վաղուց խումբ է դա շատերը կան շատ վաղուց են գալիս այդտեղ ես շատ վաղուց չեմ իհարկե բայց սիրում եմ բայց եւս մի հնարավորություն է երաժշտության մեջ նաեւ երգչախմբում այս եղանակով լինելու դուք ձեր տարիքի մասին հարցեք ուզեք շրջանցենք թե կասեք որովհետեւ ես էլի նայում էի գումարում էի հանում էի եւ լավ տիպ ստացա ուրեմն ես որ ասեմ ես չեմ զգում այդ տարիքը որ տարիքը ես 81-ից լրացավ հուլիսի 13-ին 81-ից լրացավ մենք այդ ժամանակ գտնվում ենք ընկերուհիներիս հետ 6 հոգով գտնվում ենք Վրաստանում եւ ծովում լողանալը եւ խոսելը եւ հումորը եւ բանը երգելը Պարելը ամեն ինչը մտնում է այդ ուրախության մեջ դու երիտասարդանում ես դու լավ ես զգում ես դրա համար չեմ զգում այդքան ես սիրում եմ հումորել եմ շատ սիրում հենց գալիս եմ ասում եմ մի բան ասելու ես հա այդպես է հրաշալի է հա չեք էլ կենտրոնանում տարիքի վրա նույն տեմպով շարունակում երկրորդ շնչառություն չեք վերցրել առաջինում գնում եք չէ չեմ կենտրոնանում ասում եմ մարդը գիտեք ոնց է ես մեկ նայում եմ 50-60 տարեկաններին զարմանում եմ ասում եմ ինչ են այս կարգավիճակով մի քիչ իրանց թափ տանել մի քիչ կյանքի մեջ մտնեն կյանքը բարդություն եթե ձեզ թվում է իմ կյանքը սենց գիտեք հարթ ուրախ ամեն ինչը գնացել է չէ այնքան բաներ ենք տեսել այս կյանքում Մենակ ես օրինակ եղբորս գնալը, էդի ծանր բաներ, դե ամուսինս մահացել է 6 տարի ծանր բաներ, տղաս Ամերիկա գնաց ծանր բան, այդ բոլորը կարոտը, այդ բոլորը ես չգիտեմ, ամեն ինչ կա այդ բաների մեջ, բայց դու պիտի կարողանաս մի քիչ էլ քեզ զուսպ պայես քեզ այդ պայերից, ոչ մեկին, գիտեք ինչ ցավը բոլորն էլ ունեն իրանց հոգում, իրանց սրտում, բայց պետք չի դա բոլորին ցույց տալ։ Ես չեմ սիրում բողոքել, չեմ սիրում նվնվալ, այո, ոնց
տրամադրությունս ցույց տամ, երբ որ ես ինչքան էլ անտրամադիր լինեմ, ես մտնում եմ երեխաների հետ աշխատելու, ես պիտի ցույց տամ, որ ժպիտը կա, ուրախություն կա, ծափ կա, թռիչքներ կան, ամեն ինչ։ Չի կարելի քո տրամադրությունը տեղափոխել աշխատանքային վայր, դա ճիշտ չի։ Կլինում են, չէ՞, մեկ sense ջղային գալիս։ Չէ, դա ճիշտ չի։ Ես գտնում եմ, որ պիտի։ Գնալվարը ձեր արտաքին տեսքն էլ էլի, դուք որ եկաք, ես տեսա համադրած գեղեցիկ անթերի, հատուկ ժամանակ եք հատկացնում, դա արդեն այնքան նորմա է, որ դա մի քիչ գալիս է ուրեմն գեներից։ Իմ մայրը ուրեմն 93 տարեկան էր արդեն դառնում, որ պիտի մահանար։ Այն որ ասում են, ոչ պուդրայր օգտագործել, ոչ պամադայր օգտագործել, համեստ լավ կին էր, շատ հանգիստ, եւ հետաքրքիր էր, որ իր դեմքին մի հատ կնճիռ չուներ, 92 տարեկան, հետաքրքիր էր, կլորիկ, սիրունիկ դեմք ուներ։ Ես ոնց ասեմ ձեզ, ոչ մի բան չեմ անում դեռ, կարող է հետագայում որ պետք լինի անեմ։ Նկատի ունեք արհեստական միջամտություն։ Հա, արհեստական միջամտություն չեմ անում, կամ նենց ոնց որ կամ բոլորին ճանաչում են այսպես, ոնց որ եղել եմ, եւ հետաքրքիր է որ մանկապարտեզի, որ ես աշխատել եմ այդքան տարիներ առաջ, ասենք եղել է այդ երեխան 6 տարեկան կամ 5 տարեկան, մեկ էլ ասում է բարև ձեզ ընկեր Ալբերտ, բան, սենց մի հատ աղջիկա սենց ինձ հիշում եք ասեցի ուսումնարանից ուսանողներից եք եղել բան չէ ես ձեր մանկապարտեզի սարն եմ եղել այնքան ուրեմն դարձել էր մեծ կին սիրում եմ սենց abstract բան ուրեմն գնացել ենք բան այդ այգին Դալմայի մոտի ոնց էր կոչում Երևանյան պարկ չէ Երևանյան պարկ Այդ բանը որ կա կարուսել է որ սենց չասեք նստել եք էլի չասեք նստել եք նստել եմ ինձ հետ էր ուրեմն իմաս Գլոյան Հասմիկ կար իր աղջիկը այնտեղ հաշվապահական գործերի մեջ էր ասեց անպայման ձեզ հրավիրում եմ գնանք Երևանյան պարկ ասի լավ ինքը Աստրախանից էր եկել էր ուզում էր մեզ անպայման հրավիրացնել ես էի իմ ընկերուհիներ Անահիտ Կարճիկյանը որ հիմա Բոստոնում է Եվ բան Հասմիկ Ասատրյան էլի երաժիշտ Ստալիկի ռազմը Հա այս 4-ով գնացել ենք Մեկ էլ ես այդ ուղղությունը ես սիրում եմ սենց վախենալ սենց ուղղությունը վերցրել եմ ու գնում եմ դեպի այդ կարուսելը Էքստրեմալ Հա ասում է բան Անահիտը ինչ ուր ենք գնում ընկերմանը ասում եմ մենք գնում ենք նստենք բայց նստելու ենք ասի անպայման Բայց կարող եք ասում նայում եմ այնց փոքրիկներ էլ են նստում բան Հա, մեկ էլ դա հետաքրքիր դեպք եղավ, դրա համար եմ ծիծաղս կերել։ Ուրեմն նստեցինք ես Անահիտի կողքը, Հանսուիկը նստեց մի հատ աղջիկ, առաջը ավելի վախենալի է, բայց չհասկացավ այդքան նստեց առաջը։ Հա, մեկ էլ այդ աղջիկը բերեկավ կապեց բան անում, սենց ջայլավ, սենց արեց ուրախ, բարև ձեզ, ասի բարև ձեզ։ Հետո կապեց վերջացրեց, նույնիսկ ասում է բարև ձեզ։ Ասի բայց մենք նոր չբարևեցինք, ասի իրար։ Ասում է դուք ինչ ահա այստեղ էլ ես գիտեք ես ձեզ լավ հիշում եմ ասեմ բանը մեծ աղջիկ էր ասում եմ Բաքունցի բանի ուսումնարանից բան ասում է չէ ես որ տեսնում եմ մեծ արդեն ինձ թվում է ուսանողներից են 30 տարին է դաս ասում եմ չէ բանը ես ձեր մանկապարտեզի սանն եմ եղել գիտեք ասի հա ասում է էլի երաժշտությունը պարապում եք այնտեղ ասի որ գնամ պատտվեմ հետ գամ նորից կաշխատեմ աշխատում եմ ասեց ողջ վերադառնամ ասի հա այդպես նստեցինք Տիկին Ալբերտ լուսին դռնելու հնարավորություն բայց այդ 75 տարեկան է քիչ չէր այդ դե լավ հիմա էլ կնստեք եթե հնարավորություն հիմա եկել է այդ Գլոյանը ասում է էլի տանել եմ չգիտեմ վախենալի էր շատ ասեմ ձեզ ինձ թվում է թե ես հեսա դուս եմ բրձնելու Վախենալի է, բայց մնալ հետաքրքրասեր, մնալ ակտիվ, երեխայի պես, չվախենալ փոփոխություններից, սա էլ է, չէ՞, առողջ երկարակեցության բանաձևներից։ Տիկին Ալբերտ, ինչ խորհուրդ կտաք ձեր տարեկիցներին, ավելի փոքրերին, մի որոշ չափով ասացիք, թափ տվեք ձեզ, ինչ խորհուրդ կտաք գործնականում, գուցե վարժություններ, այդ պարը, երգը, շփումներ։ Բոլորը օգնում են, որպեսզի տրամադրություն ունենաս Բոլորը օգնում են, որ շրջապատ ունենաս, իմ բախտը բերել է և տնօրենների հարցում, որտեղ աշխատել եմ, և ընկերության հարցում բոլորը ակտիվ են,
ես չեմ եւ եթե ես չեմ կարող եւ դա դիմացինս ակտիվ չլինի ես չեմ կարող շփվել այդքան շատ լուր մարդկանց հետ ես չեմ կարողանում ուզում եմ իրենք էլ ասեն խոսեն ասենց հետաքրքիր օրը անցնի հա շատ լավն են բոլորը հետո գիտեք երիտասարդները կարող են այսպիսի բաներ էլ ունենան կարող է իրենք ինչ որ սիրում են քանդակել սիրում են նկարել սիրում են բանաստեղծություն գրել պիտի իրանք մտնեն այդ ընթացքի մեջ դա ինչքան կստացվի իրենց օրինակ ես որ սիմպոզիումների բանի շատ կան երիտասարդներ որոնք ներկայացնում են իրենց բանաստեղծությունները երաժշտություն չկան ճիշտն ասած երաժշտություն չկան կարող է երգող լինի ինչ որ ինքը ձայն ունենա գրող երաժշտություն գրող նկատի երաժշտություն գրող երգահաններ չկան բայց բանաստեղծներ շատ են գալիս որ հետո նկարիչներ փոքրիկ կային ներկայացրել էին 7-8 տարեկան երեխայի որը շատ գեղեցիկ նկարում էր ուզում եմ ասեմ պիտի սեր ունենալ հիմա իմ սա երբ որ տպագրվի իմ երկու նոր ձեռնարկները սա իմ արդեն 8-րդ գիրքը կլինի ունեմ բանաստեղծությունների գիրք ունեմ բաներ ձեռնարկներ ժամանակը ձեզ հերիքում է իմ ժամանակը ես ամբողջ օրը ժամանակի մեջ եմ լինում ժամանակը պիտի մտածի ինձ հերիքում է կարող է ես իրան ավել եմ չարչարում գաստիկ Այաշալի ասված թող ժամանակը մտածի այո ամեն դեպքում որպես մարտահրավեր հնչեց այդպիսի տեսակետ չէի լսել եւ ձեր զարդերը հագուստ ամեն ինչ համադրած գեղեցիկ շատ ժամանակ եք հատկացնում դա ձեզ հաճույք է պատճառում թե որպեսզի այս ձեր ասած ներկայանալի լինեք չէ ես միշտ ունեցել եմ հագնելու պահը միշտ ինձ եղել է իմ տատիկը ես որ փոքր էի 8-9 տարեկան էի ասում էր երբ որ արթնանում ես առաջինը պիտի լվացվես հագնվես մազերը ծանրես նոր սկսես խոսել նոր սկսես հաց ուտել ուզում եմ ասեմ սա ոնց որ մեր մեջ արդեն մտած լիներ հետո արդեն դե գիտեք ականջողեր արդեն վզնոց եւ այլն ես սիրում եմ շատ սիրում եմ այդ բոլորը աքսեսուարներ զարդեր շատ սիրում եմ եւ օգտագործում եմ որտեղ էլ լինեմ դա գնամ աշխատանքի սովորական թե գնամ ինչ որ միջոցառման եւ այլն դա իմ հագուստի հետ պետք է հարմարվի անպայման գույները բաները համադրվի այո այդպես բաներ առաջկա ծրագիր նպատակ երազանք գուցե երազանքս է որ հիմա այս երկու գրքերը պիտի տպագրվի հիմա արդեն ֆայլերը բաները պատրաստ են երևի վաղը կամ այսօր նույնիսկ ուղարկեն ֆայլը մեկը լինելու է նախադպրոցական որը կոչվում է բանը Նինուլը եւ Մեղուն դա Նինուլը եւ Մեղուն դա իմ բանաստեղծությունն է որը երգ է դարել բանը իմ շնորհանդեսին կատարեց իմ ծորնիկը իմիջալոց մեծ բախտավորություն հա իմ տղան էլ է իմիջալոց երաժիշտներ են տղաս այն մեծը որ փոքրը Ամերիկայում է ջութակի ավարտեց բայց այդ գծով չգնաց պոլիտեխնիկ իսկ այս մյուս մեծը իմիջալոց ասեմ ռադիոյի Մերանգուլյանի անսամբլի դիրիժորն է նայել Աշոտ Պետրոսյանը հա իսկ այդ որ ասում եմ ծորնիկս երգում էր եկրել իր թորնիկն է հիանալի բան ունի ձայն ունի հիանալի слуха, լսողությունը, ռիթմը, բանը, ամեն ինչը տեղը բալիկա։ Եվ Ամերիկայի ծորնիկներին եմ նվիրում մյուս գիրքը, որը կոչվում է Հայրենիքը քոնն է։ Այստեղ ես մի փոքր բան եմ գրել, որ միշտ հիշիր քո հայրենիքը, քո լեզուն, չուրանաս երբեք, այո, այդպիսի բաներ տողերա, որ նվիրել եմ իրենց այդ գրքերը։ Հիմա տեսնենք արդեն տպելու հարց է գնում արդեն անպայման կանեք դատելով այն էներգիայից որ ունեք նպատակասլացությունից հա պիտի լինի չգիտեմ սա կլինի իմ վերջի արդեն գրքերը նորից կտրամադրվեմ գրեմ այդ տրամադրվելն էլ պահի տակ է լինում ինձ մի անգամ կզնակից մի հատ երկար բառեր էին ուղարկել Աշոտ Գալստյանի ինքը համասարանում է կարծեմ դասախոսը բանա ուրեմն խնդրում են գլոբուս երկա որ ես չէր ստացվում չէր դեմուսան է մի օր sense նստած էի նայում էի էլի բարերը պատկերացրեք այդ երկը 15 րոպեում գրվեց եւ հիմա պետական ծրագրի մեջ է այդ երկը
վաղուց բան եմ ասում, բայց գրվեց։ Դե մուսան է։ Հա, մուսան։ Ես ուզում եմ, որ ստեղծագործ էներգիան անսպար լինի ձեր, կամ ինչպես ոնց ասացիք, ոչ թե կյանքը մի քիչ սիրեք, տո լավ էլ սիրեք, ու այսպես եւ վարակիչ ես այսկապես։ Մարդիկ մանել գան, ընկերություն էլ անեն, շրջապատ ունենան, այտենց մենակ ընտանիքով չի լինում։ Մենք օրինակ կներեք էլի, որ ասում եմ սա, ընտանիքով միտեղ գնում են, ավելի հոգնում են։ Որովհետև մեկը մի բան է ուզում, մյուսը մի բան։ Ընկերներով որ գնում են, ավելի ուրախ է անցնում։ Որովհետև նույն խելքի մարդիկ են, նույն նախասիրության։ Ընկերներն ընտրում են, ընտանիքը չեն ընտրում, ընդհակառակ ընտանիքում հենց հատկապես տարբեր մարդիկ են լինում, որպեսզի անվերապահ սերը Իմ ընկերուհիները, իմիջիայլոց ասեմ, այդ որ տարիքային մենք մոտ ենք իր հետ, մեկը թերապևտ է, բժշկուհի է, 79 է դառնում։ Մյուսը աչքի մասնագետ է, 75, այն մյուսը էլի 72, ահա այսպես տարիքային խմբի մեջ են, մի քանի հոգի կան ավելի երիտասարդ 60 այդպես որ մեր հետ են միշտական Լիլիթ Համբարձումյան այդ երաժիշտ մի խոսքով մենք չգիտեմ մենք շատ վարակիչ օրինակ է շատ ուրախ է անցնում շնորհակալ եմ որ եկաք շնորհակալ եմ որ պատմեցիք կիսեցիք հաստատ լսողները ժպիտով են լսելու եւ մտածել են ինչու ոչ մենք էլ փորձենք շնորհակալություն Մերսի ձեզ էլ շատ շնորհակալ եմ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդի, առողջ երկար կյանք եմ մաղթում։